Եթե կարծում եք, թե երեկվա իրադարձությունները բավարար էին, ուրեմն պատրաստվեք փետրվարի 7-ին։ Այսօր մեր պատմական ժամանակագրությունը մեզ տանում է հայկական հեռուստատեսության ակունքներից մինչև տիեզերքի անսահմանություն, ռոքնռոլի հեղափոխություն եւ համաշխարհային ֆինանսների սիրտը։ Սկսում ենք հայկական հետքից։ 1925 թվականի այսօրը ծնվել է Մամիկոն Գևորգյանը։ Եթե այսօր մեզ համար սովորական բան է միացնել հեռուստացույցն ու համերգ կամ ֆիլմ դիտել, ապա տասնամյակներ առաջ դա իսկական տեխնիկական հրաշք էր։ Գևորգյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից ու առաջին տեխնիկական ղեկավարներից էր։ Նա ստեղծեց այն ամբողջ հիմքը, որի շնորհիվ հայկական պատկերն ու խոսքը առաջին անգամ մտան հազարավոր տներ։ Սա միայն տեխնիկայի հարց չէր, այլ մշակութային մեծ հեղափոխություն Հայաստանի համար, որի ակունքներում կանգնած էր հենց նա։ Իսկ հիմա երաժշտական աշխարհի ամենաաղմկոտ էջի մասին։ 1964-ի հենց այսօրը լիվերպուլյան քառյակն առաջին անգամ ոտք դրեց ԱՄՆ։ Դա ուղղակի հերթական այց չէր, դա բիթլոմանիայի իսկական պայթյուն էր, որը փոխեց երաժշտության պատմությունն ընդմիշտ։ Նյու Յորքի օդանավակայանում հազարավոր երիտասարդներ ուղղակի խելագարվում էին, իսկ ոստիկանությունը չէր կարողանում զսպել ամբոխին։ Այս իրադարձությունը պատմության մեջ մտավ որպես բրիտանական ներխուժում։ 4 երկարավարձ տղաները փոխեցին ոչ միայն երաժշտությունը, այլև մի ամբողջ սերնդի ապրելակերպն ու մտածելակերպը։ Տիեզերական թեմաների սիրահարների համար փետրվարի 7-ը սարսափի եւ միևնույն ժամանակ հիացմունքի օր է։ 1984-ին տիեզերագնաց Բրյուս Մաքքենդլսը դուրս եկավ տիեզերանավից ու առանց որևէ կապող պարանի հեռացավ դեպի բաց վակուում։ Նրան պահում էր միայն իր թիկնապարկի փոքրիկ շարժիչը։ Պատկերացրեք այդ պահը, դուք մենակ եք տիեզերքի անսահման սևության մեջ։ Ձեր տակ երկիր մոլորակն է, իսկ ձեզ ձեր նավին ոչինչ չի կապում։ Մեկ սխալ շարժում ու նա հավերժ կմնար տիեզերքում որպես մարտարբանյակ։ Բայց նա հաղթահարեց վախն ու ապացուցեց, որ մարդու հնարավորություններն անսահման են։ Բիզնեսի եւ փողի աշխարհով հետաքրքրվողների համար այսօր նույնպես կարևոր օր է։ 1869-ին հենց այս օրը հիմնադրվեց Goldman Sachs-ը, աշխարհի ամենաազդեցիկ ներդրումային բանկերից մեկը։ Փաստորեն համաշխարհային ֆինանսական խաղի այն կանոնները, որոնցով այսօր աշխատում են բորսաներն ու պետությունները, սկսեցին գրվել հենց այսօր։ Մի փոքրիկ գրասենյակից սկսած այս պատմությունը վերածվեց ֆինանսական հսկա կայսրության, որն առ այսօր թելադրում է համաշխարհային տնտեսության ռիթմը։ Եվ վերջում մի հետաքրքիր փաստ կինո աշխարհից։ 1938-ի այս օրը Walt Disney-ը թողարկեց իր լեգենդար Սպիտակաձյունիկը եւ 7 թզուկները։ Մինչ այդ բոլորը ծաղրում էին նրան, ասելով, թե ոչ մի մեծահասակ չի նայի մուլտֆիլմ ժամից ավելի։ Բայց Disney-ը ռիսկի ենթարկեց իր ամբողջ կարողությունը եւ հաղթեց։ Այս մուլտֆիլմը ոչ միայն փրկեց իր ստուդիան սնանկացումից, այլև հիմք դրեց այն հսկա կայսրությանը, որն այսօր կառավարում է ժամանակակից անիմացիոն կինոն։ Այսքանն այսօրվա համար, իսկ դուք գրեք մեկնաբանություններում, թե որ իրադարձությունը ձեզ ամենաշատը զարմացրեց։